այսօր սիրո մասին չխոսենք, արի այսօր լուրջ խոսնենք երազենք, կարևոր չէ թե ուր գնանք, մտնենք դաշտեր ծաղիկների հյուր գնանք։ Վարպետ Արտուր, եկեք խոսենք ճամբարակից, կպատմեք ինչու են անվանել հենց ճամբարակ։ Իհարկե կպատմեմ, մեծ սիրով կպատմեմ, նախ միջև ճամբարակ անվանվել է, ճամբարակը ունեցել է մի քանի անուններ, ուրեմն առաջինը դա ինձ թվում է այն ժամանակներից մեզ հասած արդեն Միխայելովկան է եղել, որից հետո անվանվել է Կարմիր գյուղ, որից հետո այդ բոլշևիկներից գալուց հետո, այսինքն նաև կոչվել է Կրասնոսևսկ։ Կրասնոսևսկ ինչու համար Կրասնոսևսկ հիմի հետարքիր մի բան կա, պատմություն կա այս Կրասնոսևսկի հետ, այստեղ նախ բնակվել են շատ ազգեր, բնակվել են մոլոկաններ, իհարկե դրանք աքսորված են եղել Եկատերինայի ժամանակաշրջանից, այսինքն ամենացուրտ տեղն է եղել։ Սա որակվել է որպես Սիբիր։ Այո, որպես այդպեսին, եւ մոլոկանները եկել են այստեղ բնակություն են հաստատել։ Հետարքիրը այն է, որ այստեղի բնակչության մեծ մասը Արցախից են եկել Շամշադինով, Շամշադինից հետո նոր արդեն այստեղ ձևավորվել են ու կամած արդեն իսկ ճամբարակ ինչու համար է ճամբարակ։ Փաստորեն 91 թվականի անկախացումից հետո ներքին ճամբարակ գյուղը եւ վերին ճամբարակ գյուղը միավորվելով այսպես միավորվել են եւ անվանվել է ընդհանուր ամբողջ ճամբարակը տենց էլ կոչվում է ճամբարակ։ Ճամբարակը համարվում է սահմանամերձ քաղաք, դժվար չի ապրել նենց միջավայրում, որ ամեն պահի դու չես կարող իմանալ ինչ կարա լինի։ Բարձր։ Ուրեմն առաջին պատերազմի ժամանակ 1991 թվականին նոր արդեն որ արդեն փոխվեց ամեն ինչ, փլուզվեց սովետական միությունը, մենք ունեցանք մեր սահմանները։ Փաստացի մեր սահմանները պաշտպանում էին հենց ճամբարակցիներ պաշտպանել այդ սահմանները։ Ու այդ պաշտպանության ժամանակ բավականին այստեղ ռմբակոծություններ, ավերածություններ եղել են այդ թվականներից։ Պահպանվել է, պահել են իրանց արյան գնով հերոսներ ունենք, բավականին շատ հերոսներ ունենք ու փառք մեր հերոսներին ու այսօրվա դրությամբ ես չէի ասի, որ անհանգստություն կա այդ առումով ընդհակառակը շատ վստահ քաղաքացին իրեն կյանքով ապրում է, որովհետև վերահսկվում է ամեն ինչ մեր սահմաններում, ամեն ինչ վերահսկվում է, որի համար շնորհակալ ենք մեր զինուժին, որովհետև գիտեք, եթե այսօր հողագործը աշխատում է իր դաշտերը վարի ցանի, այսօր ինքը վստահ կարող է այդ ամեն ինչ անել, որովհետև նախ մեր դիրքերն են շատ ապահով եւ մեր զինվորներն են արթուն, այսպես հա։ Ու գիտեք, անվստահություն, որ կարող է հանկարծ պատերազմ լինի կամ չգիտեմ ինչ լինի կամ անհանգստություն լինի, մարդիկ իրենց առօրյայով ապրում են։ Այսինքն մեր ժողովուրդը, այստեղի ճամբարակի ժողովուրդը հիմնականում նվիրված է իր ընտանիքը պահելուն, կառուցելուն եւ բարգավաճելուն, այո, առավել բան չունի ժողովուրդը։ Ամենամեծ բանը կյանքը սիրի եւ այստեղ էլ բնակվի ու ապրի։ Այնպես չի, որ այսօր շատանում ենք նաեւ կա այսպիսի զրույցի գնում են, արտագաղթում են եւ այլն, ովքեր սիրում են իրենց հողը, երբեք չեն թողնի գնան, անգամ թեկուզ մշակույթի պակաս ունենք, թեկուզ ինչ որ բանի պակաս եթե լինում է, դա խնդիր չի, դա շատ արագությամբ կարող ենք շտկենք այստեղ ապրելով, ապրելով ու արարելով։ Իսկ սահմանամերձ քաղաքում լինելը ձեզ ոգեշնչում է, որ ստեղծագործեք այստեղ։ Ես ավելին ասեմ, այո, մեր բնությունը ինքնըստինքյան տալիս է ամեն տեսակ հնարավորություն։ Չեմ փնովի քաղաքի ամենալավ ինֆորմացիոն արժեքները, բայց այսօր ես իրանց խորհուրդ կտայի ավելի շատ շփվեն այսպես բնության հետ, որտեղ որ հաստատ ստեղծագործությունը ազատ է, միտքը ազատ, խանգարող ոչ մի հանգամանք չկա։ Այնպես որ, հա, կխնդրեմ որպեսզի ճամբարակը ձերն է։ Ճամբարակը այո մերն է, մերը եւ բոլորինս է։ Սա ամբողջ Հայաստանն է։ Ես գիտեք, ասենց ասեմ, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել եւ այս ամեն ինչին
փորձում եմ նայել ոչ թե մենակ իմ աչքերով, այլ ժողովրդի աչքերով, որ այստեղ արժի ապրել, այստեղ արժի արարել, այստեղ արժի ստեղծագործել, որովհետև հենց անմիջապես իմ ծնված օրվանից ես մտել եմ այս ճամբարակի սրտի մեջ, այնպես որ ճամբարակը ամենահիանալի քաղաքն է ինձ համար, ամբողջ աշխարհում։ Վերին ճամբարակի թաղամասի հյուսիսային եզրին գտնվում է Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Եկեղեցու հարավային պատի մոտ արտաքուստ գետնին կանգնեցված է խաչքար, որի արձանագրության համաձայն եկեղեցին կանգնեցրել է Պողոս Երեցը։ Վիմագիրը երկմաս է։ Թվականը տեղ է գտել հիմնախաչի հորիզոնական ձախ թևի ստորին հատվածում, որտեղ արձանագրությամբ նշված է. Ես Պողոս Երեցը 989 թվականին շինեցի եկեղեցին եւ կանգնեցրի խաչը Սուրբ Գրիգորի։ Քանդակային հորինվածքային տեսանկյունից Սուրբ Գրիգորի խաչքարերը տարաբնույթ են։ Վաղ խաչքարերին բնորոշ պարզունակ լուծումներից մինչև հիմնախորանում կրկնախաչ հորինվածքով, խաղողի ողկույզներով ու խաչբուրերով համակցված խաչքարեր։ Վարպետ Արթուր, փոքր քաղաքներում մեծ երազանքներ են միշտ ծնվում։ Ճիշտ է։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Ձեզ օգնել։ Իմ կարծիքով մարդու սահմանափակ ապրելատեղը ստիպում է մարդուն այդ շղթաներից դուրս գա, ազատվի։ Դա դառնում է ինքնըստինքյան երազանքի մի փոքրիկ մասնիկ, որից էլ հենց միտքն է ծնվում ու սկսում դրա վրա աշխատել։ Եթե զգում ես արդյունք հա տալիս, ուրեմն հասել ես քո երազանքի ինչ-որ մի կտորին։ Իսկ դուք հասել եք։ Ես դեռ ճանապարհը շատ մեծ է, պետք է շատ բաների ոչ թե ես ինքս հասնեմ, այլ իմ երազանքները հասցնեմ այն տեղին, որտեղ որ իմ փոքրիկ քաղաքն է ուզում, որովհետև հենց այդտեղից էլ իմ մտքերն են ծնվում, իմ ստեղծագործական աշխարհն է ծնվում, որից էլ պետք է հենց 10 հանրությանը։ Ահա։ Այս փոքրիկ քաղաքում ստեղծեցիք թատրոն։ Ոնց ծնվեց այդ միտքը։ Հա, թատրոն, ուրեմն նախ թատրոնի միտքը դեռ մանկուց է եղել, սիրել եմ բեմը, ոնց որ միշտ բոլոր արվեստագետներն են ասում, սիրել եմ բեմում երգել, մանկուց 7 տարեկանից երգել եմ, պարել եմ եւ այլն, այո, այդ ամեն ինչի միջով անցել եմ, եկել եմ հասել մի աստիճանի, հասկացել, որ պետք է ունենալ հենց ինքը թատրոնը, որտեվ թատրոնի էությունը ամբողջությամբ մի ամբողջ մի աշխարհ է, որի մեջ կարող ես կիսել քո հույզերը, քո մտածմունքները, քո երազանքները, ամեն ինչը կապված թատրոնի հետ ստեղծվեց 8 տարի առաջ, երևի մի քիչ ավելի շուտ, թվագրեմ էլ նաև 1914 թվականից մենք փորձեցինք մի քանի հասարակական կազմակերպությունների հետ անցկացնել տենց ֆորում, տենց փոքրիկ սեմինար, անցկացրեցինք եւ պատկերացրեք եվրոպական մի քանի ծրագրեր մեզ ընդառաջեցին այդ հարցում, ստեղծվեց տեխնիկային երկհասած թատրոն, ունիկալ իր ֆորմատով, որովհետև միշտ նայում ենք տեխնիկայինը, այսինքն սովորական խաղ ենք պատկերացնում բան, բայց պատկերացրեք մյուզիկլ լինի եւ այդ թատրոնի հետ համահունչ պետք է երաժշտական ձևավորումներ արվի, շատ հետաքրքիր մոտեցում էր, հավանության արժանացանք եւ հիմնեցինք մեր փոքրիկ թատրոնը։ Եթե այստեղից նայենք, այն այրևում է մի քիչ առաջին տերն էր դա մեր փլատակները, թատրոնը այդտեղից հիմք առավ, հասկացանք, որ կարելի է նաև երեխաներ ընդգրկել, այդ երեխաներից սկսել դպրոցական, ավելի շատ ստուդիա հիմնել եւ փաստորեն հաջողվեց մեզ բավականին լուրջ ճանապարհ անցնելով, իհարկե մեր համայնքապետարանը մեզ բավականին աջակցեց այս հարցում, որովհետեւ մենք չունեինք պայմաններ, չունեինք տեղ, չունեինք հասարակ նյութերը, չունեինք թատրոնին համապատասխան գույք։ Միայն կար երազանք։ Այո, միայն այդ ու պատկերացրեք շատ կարճ ժամանակահատվածում, մոտ մի 3-4 տարվա ընթացքում հիմնեցինք թատրոնը։ Մենք հիմա գտնվում ենք թատրոնի ներսում, Այո։ Արևակ թատրոնի ներսում։ Ինչի հենց Արևակ։
Ահա, բացատրեմ, ուրեմն միջև արևակը նախ մենք ունեցել ենք եւս երկու անվանում Արեգեր մի ժամանակ, երբ որ հիմնադրվում էր թատրոնը, Արեգ էինք դրել, Արեգը դա կապված էր ավելի շատ մեր Արեգունի լեռնաշղթաների հետ կապված էր, այդպես սիմվոլիկ այդ անունը գրեց, որից հետո մենք փոխեցինք Գետիկ, դրեցինք, այո, Գետիկը դա մեր միակ գետն է, որ հոսում է եւ Գետիկի հովիտ են անվանում, մեր նաեւ ճամբարակի մեր տարածաշրջանը դրան սիմվոլիկ որպես այդպես անվանում կոչվեց, որից հետո երբ որ արդեն պետական ունեինք հնարավորություն թատրոնը արդեն կայացած էր, անվանափոխեցինք Արևակ։ Արևակ ինչի համար հենց Արևակ, ես միշտ մտածում եմ, որ արևը լույս է ինքը, ջերմություն եւ այդ արևակ հենց առանձնացնում ենք ակը աչքը արևի, մի փոքրիկ մասնիկն ենք մենք արևի եւ հենց մեր երեխաներն էլ լույսն են այդ արևի, այնպես որ հենց դրա կապակցությամբ էլ կոչվեց Արևակ թատրոն։ Արևակ երկհասած տեխնիկային թատրոն։ Գրացինք։ Հեքիաթներ են շուրջանում, գեղարներ են ձևավորում, եւ պատմություն իրականություն է դառնում, զարակույրներն են տես բացվում, բեմահարտակ են բարձրանում, դերասաններ են մեզ ջերմոջում, բարև տիկնիկներն է խոսում, ու մեզ արևակն է ժպտում, կյանք է տալիս, օ ջերմաստուն։ Արևակցիները ինչով են այստեղ զբաղվում։ Հիմնականում երեխաները դասերն են անցկացնում, բեմական խոս, բեմական շարժում, ուսումնասիրում են նաև արվեստի պատմություն, երգերաժշտություն, պարարվեստ, զատ այդ ամեն ինչից նաև երեխաները պատրաստում են իրենց ձեռքով տիկնիկներ։ Տիկնիկներ։ Այո, տիկնիկները Դուք եք պատրաստում։ Անպայման, ես իրաց գլխավերում կանգնած պատրաստում ենք մեր հրաշալի տիկնիկները։ Իսկ որ պահից հասկացաք, որ պետքա տիկնիկներ գործեք։ Տիկնիկները, ուրեմն, ինչ, որովհետև տիկնիկի աշխարհը նախ ինքը որպես տիկնիկային ներկայացումներ տարանջատում ենք բեմախաղից, թատերական բեմախաղից, որովհետև տիկնիկը ավելի շատ երջանկություն եւ ուրախություն է բերում երեխաներին, հենց ընդհանուր երեխաների համար ենք մենք ավելի շատ անում։ Տիկնիկները ավելի շատ միջոց են դեպի մանկություն գնալու։ Այո։ Տիկնիկը ուրեմն ավելի շատ մեծերին հետաքրքրում, զարմանալիորեն մեծերն ավելի է սիրում, քան երեխաները։ Նցած այգում դեռ լսվում են, մեծացած ձայները արդեն, Եվ նայում և աչքս գցում եմ, չեմ ուզում այնտեղից հեռանալ, չէ որ դա նաև իմ մանկությունն է, մանկությունը, որ ետ չի գալու, ես սպասում են ինձ իմ ընկերները, և ուզում եմ ինձ գտնել, նրանց քեզ ջերմոլորված, և ուշերը մեզ տանում են հեռու հեռավոր անցյալի մեջ, և ուզում եմ ինձ գտնել, ուշեր գամոլորված, և տանում են ինձ անվերջ, հեռավոր ու ներնանդարձ, Հիշենք օրերն անվերադարձ, և թող որ մեր մեջ միշտ մնան, տարիներ անգոլ կերացած, տարիներ անգոլ կերացած, հնացած այգում դեռ լսվում են, մեծացած ձայները արդեն, երբ նայում և աչքս գցում եմ, չեմ ուզում այնտեղից հեռանալ, չէ որ դա նաև
Այս լավն էր, չէ՞։ Շատ լավն է։ Տիկնիկները, որ գործում եք վարպետ Արթուր, իրանց ինչ բնավորություն եք տալիս, ամեն մեկը մի առանձին անհատականություն է լինում։ Բնականաբար, որովհետև երբ որ մեր առջև դնում ենք սցենար, եւ այդ սցենարի հիմքում կերպարներն են, որ պետք է ձևավորվեն, նախորոք մենք ստանում ենք էսկիզների միջոցով, միջալոց ասեմ հետարքիր մի բան, ոչ միտեղ չի նմանակում մեր տիկնիկներին, ինչ որ մյուս տիկնիկներին, նրանք բացարձակ տարբերվում են իրենց կերպարներով։ Չգիտեմ, միգուցե մի քիչ մեծամտություն լինի իմ ասելիքը, բայց փորձում եմ իմ աշխարհի տիկնիկը ստեղծել, հասկանում եք, հետաքրքիր է, այո, իմ աշխարհի տիկնիկը պետք է խաղա բեմի վրա, իմը, չգիտեմ, չի իմը, որովհետև ես պատկերացնում եմ, եթե եւ ունենք այդ կրթական ոլորտը, նկարչական, ասենք, այդ առումով ես օբյեկտիվ եմ նայում այս խնդրին, որովհետև եթե դնեմ անընդհատ նույն ինչ որ կրկնվող տիկնիկներ բերենք, դնենք այս տիկնիկը խաղա կամ ունենք, չէ, ինչ որ ազգային հատուկ տիկնիկներ, չէ, ես ուզում եմ լինի հենց նոր կերպարներ, նոր ձևավորում, նոր հագուստ, նոր գործվածք, չգիտեմ, նոր քիթ, նոր ականջ, նոր աչք, հետաքրքիր մի բան, որ երեխաներին գրավի ավելի շատ։ Ավելի շատ դուք եք երեխաներից սովորում, թե իրանք ձեզանից։ Ինչպիսի կապ է դա։ Շատ լավ հարց, որովհետև մենք հետաքրքիր մի բան, ինչքան մեծանում ենք, այնքան մանկանում ենք, sense արտահայտություն կա։ Այո, մենք երեխաներից ենք սովորում։ Հիմա ավելի շատ աշխարհաքաղաքական էլ մտնեմ այդ ասպարեզը անպայման աշխարհաքաղաքական այս վիճակներում մենք երեխաների մաքրությունից պետք է ավելի շատ բան սովորենք։ Նրանք մեզ ավելի շատ բան են տալիս, նրանք ավելի շատ սցենար են մեզ տալիս, նրանք ավելի շատ կերպարներ են տալիս եւ ուզում պահանջում մեզանից։ Հետաքրքիր է, որ ես համամիտ եմ այն մտքի հետ, որ նրանք են մեզ այսօր բավականին շատ բաներ տալիս։ Տաքսոտ աչքերիդ խորքերից հոսում են կարոտի արցունքներ Փաթաթված մենակ երկուսով հիշում ենք մանկության մենթորեր դե նայիր դու փոքրիկ ինձ սիրուն է ազգազարդ երկնքին լույսերին հապանայիտ ես աստեղ նգնում եմ Դե շուտ մի բան դու մտածիր անպայման կկատարվեն սերը մեր երազները դու փակի կոկնած աչքերը իսկ ես նրանց անվերջ կհամբյուրեմ իմ փոքրիկ թագուհի աչքերում մեղմ հայացքը քո անդադար կասեմ չմոռանաս մեր մանկության այս խնդորերը խնդրում եմ դու երբեք չարտահայտվես դու քո մեջ պահիր այս ուշերը Եվ ես քեզ կհասկանամ անպայման կկատարվեն հույսերը մեր երազները դու փակի կոկնած աչքերը իսկ ես նրանց անվերջ կհամբյուրեմ իմ փոքրիկ
Այս բանը 1988 թվականն եմ գրել այս երգը Դիլիջանում, ձմերցու, ձուն։ Ոչ շատ լավ եք երգը։ Շատ շնորհակալ եմ։ Հա, այս իմ երգն է։ Սրանք լրիվ իմ երգն է։ Ձեր կյանքի որ հերոսն եք դուք։ Շատ բարդ հարց եք տալիս, երևի թե ուրախ հերոսն եմ, ես լավատես եմ։ Ով չգիտի կարմիրի ամեն մի անկյունը, ամեն մի քանութուփը մայթնությունը, ով չգիտի կարմիրի բուլեկա շամպեկա, նույնիսկ ամեն պատուտա կուտակված զիբիլը, դեր արդեն փողոցների անտեշները, նույնիսկ ալարում են խաչել մարդկաց վրա, չնայած դժվար է վայելել այս կյանքը, բայց մենք սիրում ենք կարմիրի ամեն անկյունը, դժարը, շատ դժարը, դժվար է, շատ դժվար է, այս ես մի բանը, օրերիդ մեջ տխուր հուշեր, մնացողներ ծխախոտին, դինու շշեր, համբյուր սիրով կարոտին, բաժանումներ հուզակրին, հանդիպումներ պատահական, օրերիդ մեջ լավի կրին, ձախորդ օրերուն շարական, ձախորդ օրերուն շարական, և ընկերներ, կեզ արազատ աղուղացի, հույս ու ավատի անմար բարեր, որ բերում են մարդուն դարձին, և ընկերներ, կեզ արազատ աղուղացի, հույս ու ավատի անմար բարեր, որ բերում են մարդուն Մոմագալի լույսին ներքո, մեր թնդով ջազ, մեր թախծություն, զուքերի պարուն երեկո, սիրտ մորմոքող անդացություն, օրերիդ մեջ լավի կռիվ, ձախորդ օրեր ու շարական, և ընկերներ, կեզ հարազատ այնքան, և ընկերներ, կեզ հարազատ աղուղացի, հույս ու ավատի անմար բարեր, որ բերում են մարդուն դարձին, մարդուն դարձի Իհարկե, հրաշալի է, հրաշալի, սկիզբը տված է։ Մի հատված, փոքրիկ հատված ոսկե ձկնիկի է, հասկացաք չէ ոնց։ Հիմա թագավորի մասն է։ Այս Պատերամուր կաղնես պատրաստ։ Ստրած ենք անելու։ Հա, նստող։ Սովորական ձեր խաղն է, այս հատվածն է, նայ։ Կարող թույլ ասել։ Չէ։ Անը հասնեմ, ընկեր Արտուր։ Թագշորը։ Զինվորները որ տալիս։ Սկսենք։
Կանգնիր, ով ես, ինչ ես, ինչու ես եկել։ Ես եկել եմ իմ պարավի մոտ։ Այստեղ ոչ մի պարավել չի ապրում, այստեղ ապրում է մեծն իշխանուհի։ Սրձվիր ու հեռացի այստեղից։ Սպասեք իմ ծառաներ, բայց թողեք ներս գա, ես ճանաչում եմ այդ հիմար ծերուկին։ Ծնկի իջիր իմ առջև, հիմար ծերուկ, դու այլևս ինձ պետք չես։ Ախր ոնց է պետք չէ։ Ես քո բախտակից կյանքի ընկերն եմ։ Ախր ուր պիտի գնամ։ Լավ, եթե ուզում ես ապրել ինձ հետ, կգնաս ոսկե ծկնիկի մոտ եւ կասես, իշխանուհին հրամայում է քեզ, որ հոգնել եմ լինել իշխանուհի, այլ ուզում եմ, որ լինել թագուհի, եւ ջրերի եւ ցամաքի, ուզում եմ, որ բոլորն այսպես ծնկի իջնեն հենց իմ առջև, իսկ ծգնիկին հատուկ հրաման, ուզում եմ, որ հենց այս պահից միայն ու միայն ինձ ծառայի։ Այ կնիկ, դու իսկապես խելքդ թռցրել ես։ Դուրս շպրտեք այս հիմար ծերուկին, մինչև չկատարես իմ հրամանը, այս կողմերում չերևաս։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։